Վիճակ չի ու հերթական անգամ հասարակության ապակողնորոշելու համար ինչ-որ բոլոր այդպես հնարավոր ու միջև անգամ անհնարավոր տեղերում քննարկում են 1000 դրամի հարցը, հասկանում եք, ես կարծում եմ, որ սա ընդհանրապես իրեն հարգող երկրի համար չափազանց ամոթ բան է։ Նման կարծիքի հետ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ում խոսքով սակայն իշխանությունն էլ 1000 դրամները հավաքագրելով սխալ քայլ է կատարում։ Պատգամավոր Վարդան Այվազյանն էլ համակարծիք լինելով Վարդան Բոստանջյանին նշում է, որ ամեն դեպքում ճղճիմ է քննարկել 1000 դրամի հարցը։ Դրանով ազգնուպետությունը որոշակի սիմվոլիկ մասնակցություն են ունենում բանակի պաշտպանության հարցում, ասում է Վարդան Այվազյանը։ Միշտ էլ պետությունը չի պահողը, պետությունը դա մեխանիզմը կառավարման համակարգ է։ Չեն ասում ժողովրդությունը տոկայի, մենք ենք պայելու Այվազյան ջան, մենք ասում ենք պետությունը մի գողացի հավաքածը։ Խոմ չեք ասում պայ, դու պետությունը չի գողացողը, գողացողները Բոստանջյանն է, Այվազյանն է, Կիրակոսյանն է։ Վարչապետի ձեռնարկած բարեփոխումները եւ կամ ընդգծված փոփոխությունների ծրագրի նախնական քայլերը Վարդան Բոստանջյանը դրական է համարում, որպես օրինակ բերում իրատեսական բյուջեն, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը եւ ի վերջո ավերված տնտեսության ընդունումը որպես այդպիսին։ Այս փոփոխությունների համատեքստում, թե որքանով է արդարացված խնայողության ռեժիմի վրա դրված վարչապետի այսպես ասած դրայվը, որի հետևանքը պետական օղակներում արվող կրճատումներն են, հազարավոր աշխատողներին գործազուրկ թողնելու եղանակով բանախոսները հետևյալ բացատրություն ունեն։ Արտաքին պարտքի թող Այվազյան ասի, որևէ մի կոպեկ չի գտնվում, որևէ մի խելքը գլխին կառույցում, բոլորը գտնվում են ծիգերում, ծրագրերի իրականացման գրասենյակներում եւ որոշակի հովանավորված, պաշտպանված ու թափանցիկություն չունեցող պոապներում։ Այսինքն դա այնպես տեղամասեր, որ կյանքում դու վարյան չունես ստուգելու, որտեղ գնաց, ինչի համար գնաց, ինչ նպատակով ծախսվեց։ Թե մարդիկ իր միավոր կներեք դրամի, վաստակած դրամի կամ ծախսված դրամի համար համապատասխան արդյունավետություն չի ապահովում։ Իմ հիմնական ելույթը նաև պետական բյուջեի ժամանակատվածում ասել եմ, կարող է 400 միլիոն դրամը շատ լինի, բայց 5 միլիարդ դրամը քիչ լինի։ Ինչի՞ որովհետև դու 400 միլիոն դրամով ինչ ես անում։ Ասենք ես ասացի ներկայացրի մի հատ օրինակ։ Նստած են 5-6 հոգի, 5-6 հոգի համար 100 միլիոն դրամ էլ առանձին ստանում ու երկու հատ սիմպոզիում կազմակերպել։ Այդ 400 միլիոն իրաց պահպանման ծախսերը։ Եվ կառավարությունը սա խոշորացնել չպետք է պահպանի։ Ըստ էության, որքան էլ արդարացված համարվի օպտիմալացման կամ կրճատումներ կատարելու եղանակով խնայողության հասնելը, այնուամենայնիվ գործազրկության փաստը ակնառու է։ Հարցին, թե հնարավոր չէր արդյոք գործազրկության խնդրից խուսափելու համար այլընտրանքային այլ տարբերակ մտածել մարդկանց մեկ այլ աշխատանքով ապահովելով, բանախոսները հետևյալը նշեցին։ Այդ նշանակում է մարդուն կատաստրոֆ փչացնել։ Ուրեմն այդ մարդը ինքը արդեն ավտոմատ իժևենից է դառնում, այսինքն եկամարտը դառը, հələ փեշակ չի սովորե, դուք հասկանում եք, ինքը գիտի, որ պետության մի անկյունում պահկված փող կստանա, ինքը չի էլ չարչարում պսիխոլոգիցկի, իր մակարդակը բարձրացնելու, մի բան սովորելու, ասում եք, մեղք է, թող աշխատի, ինչ աշխատի, նման ձևով ձեր մեզանից հավաքած փողերը տանեն աշխատավարձան, տանեն յան մեքենա առնեն, որ նստի այդ մեքենա։ Շատ ցավալի է սոցիալական վիճակը, զուտ էսենց առասպարմաններ հետ կապված, բայց ցանկացած դեպքում մինչև դու եթե ուզում ես բժշկել, մեկ բժշկություն կատարել, այսինքն առողջացնել մարմինը, մեկ ուրիշ պետք է ցավացնես։